նախորդ սերիաներում։ Ես ուզում եմ հասկանամ ինչքան է տևելու այս թշնամությունը։ Ես ինչ պիտի տամ իրանց, որ իմ երեխուն հանգիստ թողնեմ։ Բրավո, հոյակապ բեմադրություն։ Ինքնա, ինքնա։ Ես Օլինան տեսել եմ ու հետևից գնացել եմ Ձիմա, հենց ինքնա։ Օրինակ դու նվեր ես։ Դու հասկանում ես, որ դու ինձ իմ կամքին հակառակ ես այստեղ պահում, ու ես քեզ դատի եմ տալու։ Երկու դեպք գիտեմ, որ նորմալ գտել եմ, բայց հիմնականում աղջիկներին տանում են անհայտողությամբ, որ հետքը չի գտնվում։ Դավիթ, սա կմնա այստեղ այնքան մինչև երիկան գտնվի։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, ես պատրաստ եմ դատավորի բերանը փողով փակել, միայն թե երեխաս իմ կողքին լինի, իմ կողքին մեծանա։ Ես ուզում եմ Ալինային զրկել մայրական իրավունքից։ Էս ինչ ատելություն է։ Դու իրոք այդքան ատում ես այդ կնոջը։ Այո։ Իսկ կասես, թե այդ կինը ինչ է արել քեզ, որ այդ աստիճան ատում ես իրեն։ 30 տարի։ 30 տարի ես գժի պես սիրել եմ Ալինային։ Ու հիմա ինքը ուզում է նոր կյանք կառուցի։ Ամուսնանա։ Սմբատ, ինձ դետալներ են պետք, որպեսզի կարողանամ ես դատարանում խոսել։ Ու եթե ուզում ես, որ մենք դատը շահենք, ուրեմն ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ ես պետք է իմանամ։ Հիմա ինչ ես առաջարկում, քեզ պատմեմ, թե 30 տարի մենք իրար հետ ո՞նց ենք եղել։ Այդ կինն ամուսին ունի։ Մահացած էր, երբ մենք հանդիպեցինք, սկսեցինք հանդիպել։ Երեխան էլ փոքր էր։ Ու այդքան տարի ինչերի միջով ենք անցել, չես պատկերացնում։ Ինձ համար ընտանիքս դժոխք էր դարձել։ Չի ուզում տուն վերադառնալ։ Այդ դեպքում չեմ հասկանում, ինչու էր մնում։ Տղուս խաթրի մնում, տղուս համար։ Հետո տղես մահացավ իր աղջիկա պատճառով։ Այդ կնոջ աղջիկա, ես ճիշտ հասկացա։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել, մահացավ տղաս։ Ես անունիմ տղայի հրաժարվեցի երջանկությունից, բայց ստացվեց, որ իմ սերը սպանեց երեխայիս։ Ու անգամ այդ անունից հետո ես պատկերացրու չկարողացա թողնել Ալինային։ Չեմ կարողանում։ Չգիտեմ, մի օր կա, մի բան կա, որ ինձ ձգում է դեպի իրեն։ Մի ձգողականություն կա, ես չգիտեմ, միշտ ներում եմ իրան, հասկացի, միշտ ներում եմ։ Սմբատ, ընկերական մի բան եմ ուզում հարցնել։ Իսկ այդքանից հետո չես փոշմանելու, որ նման բան ես արել։ Ոչ, եթե Ալինան իմ կողքին չլինի, եթե երեխան իմ կողքին չմեծանա, ես էլ ինչի եմ ապրում։ Բարձա, խանդ։ Սերը անցավ։ Հիմա ես մի բան գիտեմ, որ ես պետք է ապրեմ հանուն իմ տղու։ Աստված իմ տղուս խելեց, բայց տվեց իմ փոքրիկիս ու ես ուզում եմ, որ փոքրիկը իմ կողքին մեծանա, ես ուզում եմ հասկացի, ես ուզում եմ տեսնեմ, որ երեխան ոնց է մեծանում։ Ես պիտի երբ դատը շահեմ, դու հասկանում ես։ Իսկ այդ կինը ինչ։ Պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նա ուրիշի հետ ամուսնու։ Բարդ ջան, դու իմ քույրն ես, բայց ես չեմ եկել, որ դու ինձ խղճաս կամ ինձ փող տաս։ Խելագար ես դու։ Ինչի մասին է խոսքը։ Անահիտ, դու ինձանից բացի ինչ-որ մեկն ունես։ Ինչ-որ մեկը ո՞րն է, հարազատ քույրեր եք։ Ասենք դու ո՞նց ես պատկերացնում։ Ես ո՞նց կարող եմ գլուխս դնել բարձին հանգիստ քնել կամ կուշտ փորով հաց ուտել կյանքից գոհ լինել իմանալով, որ քույրս կարիքի մեջ է։ Հասկանում ես, որ նեղացնում ես ինձ։ Ոչինչ, մի կերպ կդիմանամ։ Ինչի դիմանաս, եթե ունես ինձ։ Դու հոլավ գիտես, ես քանի հոգու եմ օգնում։ Բարդ հասկանում ես։ Ես ինձ վատ եմ զգում, ես ինձ ահավոր վատ եմ։ Հանգստացի, հա, վատ ես զգում, դեղ կտամ կխմես կամ սառը ջրով կլողանաս։ Ինչի համար են քույրեր, չեմ հասկանում։ Այս պայից սկսած դու մի բան լավ իմացիր։ Դու կյանքում ոչ մի բանի կարիք չունես։ Դա ես եմ քեզ ասում։ Ուզում ես աշխատել։ Եթե չգիտեմ, քեզ վատ ես զգում, կաշխատես մեր գործարանում։
Չնայած դու դրա կարիքն էլ չես ունենա։ Իմ ձեռքը քարի տակ չի, Անահիտ ջան։ Հարկ ես ամբողջ կյանքում հպարտ ապրել եմ։ Բոլորին օգնել եմ, բոլորին հասել եմ։ Եկել է հասել այն օրը, որ ես սպասում եմ, որ նախկին ամուսինս բերի մի 2 կոպեկ փող ողորմա ինձ։ Ապրես։ Շատ լավ քո բերանով ասեցիր, նախկին։ Անահիտ ջան, ինչի մասին է խոսքը, որոշ դեպքերում մարդիկ ներկա ամուսնու վրա էլ հույս չեն դնում։ Հետ նախկինդ գնացել է, համարի որ էլ չկա ու չի էլ լինելու։ Մոռացի։ Հեշտ ասել եմ մոռացի։ Ոնց մոռանամ վարդ։ Ոնց մոռանամ։ Ես որ հիշում եմ այդ օրերը, ես որ հիշում եմ թե ոնց եմ տառապել ու հիմա սառը գլխով սկսում եմ դատել, ես գժվում եմ, հասկանում ես, գժվում եմ։ Վերջ Անահիտ։ Անահիտ չլացես, խնդրում եմ քեզ։ Այս պահից սկսած ես քեզ էլ երբեք լացելուց չտեսնեմ, թե չէ իմ տան մեջ քեզ կծեծեմ։ Հա, չես հավատում։ Իմ անուշ գույրիկս։ Ես խմի։ Այդ ինչը Հանգստացնող է։ Չէ, մամես ինձ չի օգնի, ներվերի կխմեմ, դարձել երեխես չկա մամ։ Խմի ասում եմ։ Չէ, չեմ ուզում, մամ, ուրա, Էրիկան ուրա իմ երեխեն, մամ, ուրա երեխես։ Ինչ իմանում, այ բալաջան, խմի մի հատ, խմի կհանգստանաս։ Ախր ես անելու բան չի, ես քեզ ասում եմ, երեխուս բան ա եղել, հասկանում եք։ Մի հատ հանգստացի, հա։ Ասենք թե ավոյց ա փախել, քեզանից նեղացել ա, բա ես ինչ եմ արել, մի հատ չի զանգում ասի, տաճ ջան, լավ եմ, մի անհանգստացի։ Ես ինչ ես անում, Էրիկա, դուք ինձ չեք հավատում, ես զգում եմ, իմ երեխու հետ մի բան է ինչի, մամա։ Հանգստացի, ցավդ տանեմ, հանգստացի։ Ես երևի Կարլենն ա էլի։ Ես կբացեմ։ Խնդրում եմ, ասա ես տանը չեմ, խնդրում եմ։ Բայղա։ Ինքը ինձ սիրում է, բայց իր աղջկա համար այդ անամոթի։ Համուստանում է այդ աննասունի հետ։ Աղջկա համար իր աղջիկը իմ տղայի նշանացներ։ Հարսանիքի օրենքը փախնում է։ Բնականը տղաս ազդվում է։ Ոգել չկա օգտագործում։ Նստում է ղեկին, մեքենայով շուռ է գալիս։ Հիմա ինքը կապվել է քենուս տղայի հետ։ Իրար հետ են ապրում։ Հիմա ո՞նց է քո համար։ Շատ խառը ընտանիք եք։ Այս է պատմությունը։ Ալինան իր աղջկա համար թքում է մեր հարաբերությունների վրա, մեր երջանկության վրա։ Իսկ իր աղջիկը այն տիպը չի, որ մնա երկար մնա մեկի հետ։ Ինքը հասկացել է, որ Ավոն հարուստ է, դրա համար հիմա մնում է։ Փաստորեն վրեժ ես լուծում Ալինայից։ Չէ, ոչ։ Ես չեմ ուզում, որ իմ տղեն իմ փոխարեն ուրիշ տղամարդ տեսնի։ Ես ուզում եմ իմ տղեն իմ հետ մեծանա։ Ու եթե Ալինայի համար երեխեն թանկ է, ինքը իր ընտրությունը կանի ու այս անգամ ճիշտ ընտրություն։ Հասկացա, կողքիդ պահելու ձևը։ Չէ, հետևիցս վազեցնելու։ Սա է իմ կյանքի պատմությունը։ Ես քեզ կվճարեմ ինչքան պետք է, մենակ թե այս գործը գլուխ բեր։ Մի քիչ դժվար է։ Չէ, շատ դժվար է։ Ես քեզ պատրաստ եմ վճարելու ինչքան որ պետք է, այդ դժվարությունը կոմպենսացնելու համար։ Լավ, փորձեմ, բայց ակամայից դառնում եմ քո ռեժիմի մասնիկը։ Ես վրեժս նոր եմ սկսել։ Դուրս գալ։ Ինչ նկատի ուներ, ինչի տենց ասեց, ով կարար լիներ, ով
Ելար։ Ուր։ Քեզ մեկ չի։ Շենա հոլարված եմ էլի։ Կարամ իմանամ այդ ինչա լինելու։ Դու հարցը տալիս ես, պատասխանը ստանում ես։ Հիմա այդ հարցը խես ինձ ուղում։ Դե ուզում եմ հասկանամ, սկսեմ աղոթել, թե ոնց։ Խի դու դες բաներ ես անում։ Հա դե որ նեղն եմ ընկնում, այդ ժամանակ անում։ Դու երեկվանից պետք է աղոթեիր, որ մեղքը հետ մի քիչ թեթևանար, ոչ թե վերանար։ Դե լավ, հա։ Անոնց ես խոսում, ոնց որ դու հեչ մեղքել չես գործել։ Լսել ես շատ խոսացողներն ինչ են անում։ Ինչ են անում։ Տալիս են շներին։ Շատ մեծ ես խոսում, հա։ Գիտես չէ, որ ստեղից դուրս եկա, առաջինը քո հետևից եմ գալու։ Հələ դուրս արի, խոսանք։ Այդ չիպսերը Բարև ձեզ, ապրեք, լավ էլ աշխատում եք։ Կներեք։ Պոպ, տղա ջան, սա գործարան է, հանգստյան տուն չի։ Կներես, պապ, աչքս էր կպել։ Գնացեք տուն քնեք։ Չէ, նորմալ անցավ։ Ամաչում եմ։ Չէ, պետք չի ամաչել, աղջիկ ջան։ Մեկ-մեկ իմ աչքն էլ է կպնում, երբ գիշերը չեմ քնում։ Դե, սուրճ խմեք, թարմացեք ու անցեք աշխատանքի։ Դու էլ քեզ կարգի բեր ու արի ինձ մոտ։ Լավ, պապ ջան։ Օմոթից մեռա։ Դե ոչինչ ասել եմ արդու համար։ Բայց ոչ օֆիսում։ Դե հիմա։ Սուրճ։ Նահար սեղան ես դնում։ Հա, Էդգարը սոված է։ Եթե մենք էլ ենք մարդ հաշիվ, երևի մենք էլ։ Մենք էլ, մակ։ Լավ, ինչ տանեմ, ինչ անեմ, ինչ օգնեմ։ Այ, ես կտանես։ Անմահական, ինձ համով է։ Շատ համով ոտունի, շատ։ Ստամոքսս ցավում է սովածությունից, իրան թվում է իր տերը մահացել է։ Ուտեիր տնաշեն։ Դե սպասեցի, ասեցի միասին նստենք սեղանի շուրջ հաց ուտենք բոլորով։ Թե ձեր մոտ այնց ընդունված չի։ Երևի առաջինը արքան պիտի ուտի հաց, հետո նոր ստրուկները։ Ագա, կռիվդ ինչ է։ Ես կռիվ չեմ անում, ուղղակի դու Էդգարին շատ էսեր ես տալիս։ Էդ որտեղ տեսար։ Դե նոր ջան, եկել չեք եկել, անընդհատ Էդգարին սենց նստի, ավելի լավ է սենց պարկի։ Արի գլուխը տրորեմ, մազերդ մի բան խանեմ, չգիտեմ ոտքերդ տրորեմ, սոված ես Էդգար ջան, չէ, լավ ուրեմն ես էլ սոված չեմ, մենք էլ սոված չենք։ Այդ գիտես ինչից է։ Ինչից է նար ջան։ Որովհետև իրան շատ եմ սիրում։ Ինքն էլ քեզ է երևի։ Հա, ինքն էլ ինձ։ Այդ ժամանակի ընթացքում կերևա։ Այսինքն ինչ ես ուզում ասես։ Ես ոչ, բան չեմ ասում, ոչ էլ պատրաստվում եմ առհասարակ ինչ-որ բան ասեմ։ Լավ ես։ Ավելի քան 40 փաստաբան եւ աջակցող անձնակազմ, ավելի քան 100 տարվա իրավաբանների միասնական փորձառություն, բացառապես ավտոպատահարների եւ վնասվածքների գործերով։ Փայամ Շայանի իրավաբանական գրասենյակ, զանգահարեք։ God created woman, and to give her power, Brand Surgical Institute, we love to make you shine. Կալիֆորնիա Dental-ը տարբերվում է մատչելի գներով, ֆինանսավորման ճկուն համակարգով, ամենավերջին տեխնոլոգիաներով։ Ժամանակ մի կորցրեք, այցելեք հենց այսօր եւ վստահեք նրանց ձեր ատամների խնամքը։ Այդպիսով հմայիչ եւ լայն ժպիտը կդառնա ձեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Արդեն իմացա, որ Էրիկայից լուրջ չունես։ Գժվում եմ արդեն։ Հավատա ինձ ամեն ինչ լավ կլինի։
Ուզում եմ գոնե երեխուց ձայնը լսել։ Արի մտածենք ինչ կարելի է անել։ Քեզ կորցնելու փոխարեն պետք է ելքեր գտնենք։ Տարբերակներ մտածենք։ Ես ինչ կարող եմ անել, ես այստեղ երեխես ընդեղ։ Ես այստեղ երեխես չգիտեմ որտեղ, այստեղից ուրիշ երկիր, Եգիպտոս, ինչ անեմ։ Ուզում ես գնանք Եգիպտոս։ Գնանք։ Հա, եթե ուզես, հենց հիմա կպատվիրեմ Տոմսերը։ Բայց մի հատ Ավոյի հետ խոսեմ նոր։ Զանգի ես կխոսեմ։ Բաժանորդը անջատել է հեռա։ Անջատածա չի պատասխանում։ Հաղորդագրություն գրի։ Գրի, որ շատ ենք անհանգստանում, թող զանգի հասկանանք ինչ ենք անում։ Գրեցի։ Գնամ սուրճ պատրաստեմ։ Մամ, լավ էլի, հիմա սուրճի ժամանակն է։ Այ բալա ջան, երեկվանից բան չես դրել բերանդ։ Հավատա չլուծվող խնդիրներ չկան։ Էրիկային տանողին հոթելում եմ տեսել, հոթելում։ Դու ոնց որ իմ ասածները լուրջ չես ընդունում, թափածտել չես հավաքել, կարող է հատիկ գետնից ուտում ես, եթե հավաքես, քեզ ուտելու մի բան կբերեմ, հա? Ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Ջուրել? Կդիմանամ։ Խորհուրդ կտամ լավ ջուր խմես։ Ես քեզնից խորհուրդ չեմ հարցնում, ընդհանրապես։ Ոնց կուզես, եթե դզումը առանց ջուրի, առանց հացել մնալը, մնա, դենց լինի, կեզ 10 տարի էլ կպահեմ, սիրունս։ Մի 4 ժամ մնաց, պատկերացրու քեզ շատ մեծ հիասթափություն է սպասում։ Իմիջայլոց մորացա ասեմ, ամուսինդ քեզ աման գալիս, բայց շատ սխալ դեղ աման գալիս, ու շատ սխալ մարդկանց մեջ է քեզ փնտրում, որ սենց գնաց մեծ պրոբլեմների է հանդիպելու։ Դա էլ հարց է, հետ կգնա, թե ձկներին կերկ ուղարկեն։ Եթե հանկարծ Ավոյի գլխից մաս պակասեց, Մաս պակասելա, էներ ինչքան, ինչ ես անելու։ Կանեմ, կտեսնես։ Դե, եկել եմ։ Ոնց եմ սիրում կատախած կանանց։ Բարդ ոչ մի բան մի դիր, ես ոչ մի բան չեմ ուզում ուտեմ։ Այսինքն գազ մեր տունը ոչ մի բան չուտես, այդպես չի լինի։ Չէ, ես ոչ մի բան չեմ ուտում, սուրճ կխմենք ու ես կգնամ, ու ես ինքսը սուրճը կպատրաստեմ։ Սուրճը լավ բան ասեցիր, մանավանդ որ քո ձեռքի պատրաստած սուրճը վաղուց չեմ խմել։ Ես հիմա կպատրաստեմ, կխմենք ու ես կգնամ։ Ուր կգնաս։ Ուր։ Տուն, Վարդ, ուր։ Բայց ամ գնում ես տուն ինչ անես։ Ուզում եմ գնամ մաքրություն անամ, այս քանի օրա ոչ մի բան չեմ արել։ Քանի օրա ոչ մի բան չես արել։ Այսօր էլ չես անի։ Չէ։ Ես որոշել եմ կյանքս փոխեմ։ Ու դա հենց սկսելու եմ իմ տնից։ Վարդ, ես ուզում եմ իմ տունը լինի առաջվա պես կոկիկ ու հավաքած։ Ոնց որ սկսվում են սառույցներ հալվել, ես իմ հին Անահիտին սկսում եմ ճանաչել։ Ապրես, շատ լավ է։ Ուրա հեռախոսս։ Ինչ ես անում։ Ինչ ես մտել հեռախոսի մեջ։
Մի հատ խնդրում եմ տանդ հասցեն ասա ինձ։ Տանս ասեն ինչ ես անում, իբր դու մեր տանտեղը չգիտես։ Տիգրանյան 7 Օй, Վարդ Տիգրանյան 7, բնակարան 12, բայց ինչի՞ տա պետք։ Պրես, ուտելիք եմ պատվիրում։ Գժվել ես, ոչ մի բան էլ մի արա, հանգիստ։ Չեմ ուզում, ոչ մի բան պետք չի։ Վայ Անահիտ, հանգիստ, սուս, ոչ մի խոսք։ Հիմա հասկանում եմ, թե ինչի են ուզում քեզնից ազատվել։ Ով։ Քիչ մնաց, կիմանաս։ Հեռու գնա։ Ինչի։ Վախենում ես։ Սիրտս խառնում է, զզվում եմ քեզնից։ Թե չէ կարողա չդիմանաս այսքան մոտ եմ։ Կարաս չդիմանաս։ Եթե դուրս գաս, կմտածեմ, քեզ նվիրեմ, թե ինձ պահեմ։ Հեռու գնա, սիրտս խառնում է։ Ես ինչ արեցի։ Արամաս։ Ինչ է եղել։ Մի քիչ լավ չեմ զգում, գլուխս ցավում է։ Ասեցի գամ պարկեմ մի քիչ։ Վայ ինչ լավ ես արել, ամբողջ գիշեր չքնեցիր, բա կցավա։ Վարդ ինձ գլխացավի դեղ բեր։ Հա, կբերեմ Արամաս, գիտեմ գլուխը ցավում է։ Լսի, այսօր Անահիտն էր եկել։ Ասում եմ գլուխս ցավում է, հիմա որ քրոջը տանուն տվեցիր, ավելի ուժեղացա։ Չէ, հանգիստ։ Էնքան է փոխվել, դարձել է լրիվ առաջվա Անահիտը, դե իհարկե ում շնորհիվ արդեն բարձամ։ Գիտես չեն, տական Սմբատը տունը ծախել է ու մի կոպեկ չի տվել քրոջս։ Բա խեղճիս ձեռքին փող չկա։ Գոնե փող տվեցիր։ Հա, գումար եմ դրել պայուսակի մեջ, Sky սուպերմարկետ էլ մտա իր հասցեի վրա, ահագին ուտելիք պատվիրեցի։ Լավ, բայց գոնե զգուշացնեիր, որ փող ես դրել պայուսակի մեջ չկորցնի։ Լսի, ճիշտ ես ասում, դա անջատված է, կկորցնի։ Հիմա կզանգեմ։ Ես պարկեմ Վարդ։ Հեսա դեղդ կբերեմ։ Աչքիս հետի դուրս է եկել, մենք չենք նկատել։ Ձև չի։ Շատ ունես։ Չէ, այս վիդեոն եմ սարքում։ Նայեմ։ Չէ, սպասի, երաժշտություն էլ ընտրեմ, կուղարկեմ կտեսնես։ Okay։ Գնանք։ Օ, ես էլ էի նույն ուզում ասեի։ Մեռնում եմ, նենց եմ ուզում քնեմ պահի տակ։ Ես էի մեղավորը։ Դե նենց չի, որ միակ մեղավորը դու ես, ես էլ չի ուզում շուտ գնայի քնեի։ Դե արի գնանք մի տեղ հաց ուտենք։ Չէ, էլի, այսօր ուղիղ տուն։ Այ, կգնանք հաց կուտենք, հետո կգնանք տուն։ Լավ։ Դե գնացինք։ Սպասի, այսօր դանդաղ եմ շարժում, դանդաղացրած է շարժումներս։
Ոնց ես։ Տեսար, որ ասում էի ամեն ինչ լավ է լինելու։ Ասում էի։ Դժվարն այսօրն ու վաղն է։ Հետո արդեն կմոռանաս, որ անցել ես սրա միջով։ Իսկ ես ուրախ եմ, որ անցա սրա միջով։ Ես ուրախ եմ, որ ժամանակին հետազոտվեցիր։ Ես տեղ քեզ գտա։ Դու ինձ ասեցիր, որ ձեռքս կբռնես ու կսպասես։ Միակ մարդը, որ ինձ սպասել է, դա դու ես։ Դե դու… Ուզում եմ, որ միշտ սպասես։ Ուզում որ միշտ իմ կյանքում լինես։ Դու միակ մարդն ես, ում ես սպասում եմ։ Ես քեզ սիրում եմ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շատ անշնորհ աղջիկ կլինեմ, եթե ասեմ, որ ուզում գնամ սուրճ դնեմ։ Թե աղագին խելացի աղջիկ կլինես։ Բայց ով է ընկել հետևից հետ։ Հաց ենք ուտում, ուտենք վերջացնենք, հետո կխմենք սուրճ։ Չէ, ես էլ արդեն չեմ ուզում։ Երևի Էդգարն էլ։ Չէ, միշտ մեր մոտ տենց էր, չէ՞, բոլորս հացը ուտում վերջացնում ենք, հետո նոր դու։ Հիմա ինչ անեմ, թողնեմ վեր գնա։ Դու հանգիստ ես տեղդ։ Չեմ ուզում, ախորժակս փախա։ Դել մի սկսի, հա։ Նահացար նար։ Ջղայնացա։ Ամեն ինչ ես դստել։ Սուրճ էր, չէ՞ ուզում։ Դե գնա դիր։ Նարի մոտ ես։ Ներողություն, որ ձեր ջերմ շփմանը խանգարում եմ։ Ուղղակի ուզում եք ճշտ էի Էդգարը սուրճը քաղցրախմում, թե դառը։ Դառը, մագա, դառը։ Լավ։ Ապապ։ Աբու ջան, նորություն կա։ Չէ, պապերը նորություն չկա, բայց մեկը կա, ոնց որ դրա ոչին եմ նստել։ Ոնց ջոգում եմ էդի ուղիղ տանելու Էրիկայի մոտ։ Լավ, պապ, հեսա կզանգեմ։ Բժշկուհի լավ եք։ Ամեն ինչ կարգին է։ Լսի, քեզ ինչ եղավ։ Կարող եմ մեռնես վրես մնաս։ Համբերի մինչև գիշեր։ Քեզ տամ, փողս առնեմ, նոր։ Ջուր։ Ջուր։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք շարունակել դիտել Խաբկանք հեռուստասերիալի հաջորդ սերիալները, ուրեմն անպայման բաժանորդագրվեք US Armenia հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքին։ Հենց հիմա սեղմեք subscribe կոճակը, որպեսզի ոչ մի սերիա բաց չթողնեք։